Շնորհակալություն, ողջունում եմ ձեզ հարգելի գործընկերներ, իսկապես մեզ համար շատ կարևոր էր համանման թեմայով պանելային քննարկում ունենալ հատկապես պլատֆորմի գործունեության շրջանակներում եւ իսկապես մեզ համար դրական զարգացում եւ փաստ է, որ վերջին շրջանում պետություն եւ քաղաքասարակություն համագործակցություն աստիճանաբար դառնում է ավելի համակարգային եւ ինստիտուցիոնալ եւ այս տեսանկյունից հատկապես ցանկանում եմ շեշտադրել վերջերս առանցքային ռազմավարությունների նպատակով ստեղծված ՔՀԿ-ների հարթակը, որտեղ նախատեսվում է, որ փորձագիտական մակարդակով կազմակերպություններս պետք է օժանդակություն տրամադրենք այս կամ այն ոլորտի կարևորագույն փոփոխությունների մշակման համար եւ հարթակի աշխատանքները համակարգվում է փոխվարչապետի գրասենյակի կողմից եւս մեկ կարևոր ինստիտուտը դրանք հանրային խորհուրդներն են, որոնք վերջերս կարծեք թե նոր շունչ ստացան եւ նոր կազմով ձևավորվեցին իրավասու մարմիններին կից եւ սրանք այն մարմիններն են, որ ենթադրում է պետք է ապահովեն քաղաքացիական մասնակցություն եւ նաեւ հասարակական վերահսկողություն քաղաքականությունների մշակման իրականացման գործընթացում այդուհանդերձ մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ այս հանրային խորհուրդները դեռևս գործում են ավելի ֆորմալ ներգրավվածություն ապահովելու տրամաբանությամբ, քան եւ ավելի ֆորմալ տրամաբանությամբ, քան իրական ազդեցություն ունենալու հաշվի առնելով նաեւ որոշ իհարկե չեմ ցանկանա առանձնացնել, բայց նաեւ որոշ հանրային խորհուրդների կազմերը, քանի որ մենք ակնկալում ենք, որ ընտրությունները ճիշտ է պետք է կազմակերպվեն արդար, բայց միևնույն ժամանակ կոնկրետ որակային չափանիշների հիմնված կազմակերպություններ պետք է ներգրավեն, որոնք նաև իրենց պատրաստակամությունը եւ մասնագիտական ներուժը կարող են ներդնել այդ խորհրդում աշխատանքների իրականացման համար։ Իհարկե այս համատեքստում մեզ համար շատ կարևոր է անդրադառնալ քաղաքասարակության կազմակերպությունների կարողությունների ուղղությամբ։ Գաղտնիք չեմ ասի, որ ներկայումս Հայաստանում ՔՀԿ-ների զգալի մասը դեռևս գտնվում է մասնագիտական եւ ինստիտուցիոնալ զարգացման փուլում, ինչը բնական է իրականում հաշվի առնելով քաղաքասարակության սեկտորի զարգացման տենդենսը եւ տեսանկյունը եւ իմ կարծիքով, մեր կարծիքով, եթե մենք խոսում ենք արդյունավետ համագործակցության մասին, մենք պետք է երկու ուղղությունների վրա մեր ջանքերը կենտրոնացնենք, դա մեկը ինստիտուցիոնալ խորքային գործիքների սահմանումն է պետության եւ քաղաքասարակության միջեւ եւ ոչ թե ավելի ֆորմալ կամ հատվածական միջոցառումների իրականացմամբ եւ երկրորդը արդեն քաղաքասարակության կարողությունների հետևողական զարգացման ուղղությամբ, ընդ որում կարողությունների զարգացման մասով ես ցանկանում եմ նշել, որ այսօրվա դրությամբ եւ ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանում պետական մակարդակով որպես այդպիսին չկա մի ռազմավարական փաստաթուղթ կամ համակարգային մոտեցում, որը կապահովեր եւ ՀԿ-ների հետ համագործակցությունը, ընդհանուր հետևողական առանց խտրականության եւ բնականաբար նաեւ նրանց կարողությունների զարգացմանն ուղղված։ Մի շարք կարող եմ ասել, որ ռազմավարական փաստաթղթերում կան առանձին դրույթներ ՀԿ-ների կարողությունների զարգացման մասով դիսուկ օրինակ վերցնենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ կան ցանցերի ՀԿ-ների կարողությունների զարգացման ուղղված կոնկրետ գործողություն, բայց ըստ էության կատարման մակարդակում այս գործողությունը զուտ ուղեկցվել է որոշակի կարճաժամկետ նախաձեռնություններով եւ իհարկե չեն կարող ակնկալել, որ այս գործողությունները կարող են լուրջ արդյունք մեզ տալ։ Նույն կերպ պետական մարմինների կողմից ՀԿ-ներին պատվիրակվող ծառայությունների մասին է խոսքը, որ որևէ կերպ դրանք իհարկե նորից ոչ համակարգային բնույթ կրող են, ավելի շատ մի քանի նախարարություններին հատուկ եւ սրանք եւս չեն կարող դիտարկվել որպես ուժեղացման գործընթաց։ Ներկայում քաղաքասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման ուղղությամբ օժանդակություն հիմնականում տրամադրում են միջազգային կազմակերպությունները եւ իսկապես մենք առանձնահատում կարևորում ենք Եվրոպական միության կողմից ուղղված ջանքերը եւ քաղաքասարակության սեկտորի զարգացման եւ տարբեր ոլորտային բարեփոխումների իրականացման համար, ընդ որում մի շարք նախաձեռնություններ արդեն տվել են տեսանելի արդյունքներ, բայց միևնույն ժամանակ մենք նկատում ենք մի միտում, երբ միջազգային որոշ կազմակերպություններ, այդ թվում նաեւ Եվրոպական միությունը, Եվրոպական միության անդամ պետությունների
տարբեր կազմակերպություններ աստիճանաբար նվազեցնում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ բաց եւ մրցակցային ֆորմատով համագործակցությունը եւ ֆինանսական աջակցության այդ թվում տրամադրումը մենք իհարկե սկզբունքորեն չենք ասում, որ սա սխալ մոտեցում է, դա կարող է բխել ներպետական կամ ինստիտուցիոնալ քաղաքականություններից, որ ունեն յուրաքանչյուր կազմակերպությունները, բայց միևնույն ժամանակ եթե պետական կառավարման մարմիններից, քաղաքացիական հասարակությունից, միջազգային կազմակերպություններից մեր պահանջը եւ ակնկալիքը դա թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է, կարծում եմ, որ այս աջակցության եւ համագործակցության հարթություններում նույնպես պետք է այս սկզբունքը ուրեմն կիրառվի։ Իհարկե նմանատիպ հարցադրումներ վերաբերվում են նաեւ եւ միջազգային կազմակերպությունների եւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քաղաքասարակության ներկայացուցիչների հետ անցկացվող փակ քննարկումներին մենք իհարկե հասկանում ենք, որ ելնելով որոշակի թեմաների առանձնահատկություններից քննարկումները կարող են լինեն զգայուն թեմաների շուրջ եւ կարող են պահանջել ուրեմն փակ ֆորմատով հանդիպումների անցկացում, բայց ընդհանուր առմամբ կարծում ենք, որ այս ձևաչափը եւս պետք է լինի չափելի, կանխատեսելի եւ հասկանալի հատկապես քաղաքացիական հասարակության ներսում եւ դաշտում։ Իհարկե այս զարգացումները մենք այն մոտեցմանն ենք եւ այն կարծիքին ենք, որ եթե այս զարգացումները համատեղ լուծումներ չգտնեն, ապա երկարաժամկետ հեռանկարում ուղղակի դժվար կլինի ակնկալել, որ իսկապես քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք կարող են մասնագիտական եւ փորձագիտական ներուժ ունեն եւ կարող են տրամադրել օրինակ օգնություն, այդ թվում նաեւ ՍԵՊԱ-ի իրականացման հանձնառությունների հարցում, տարբեր բարեփոխումների իրականացման հարցում ուղղակի առաջիկայում չեն կարողանա հնարավորությունների եւ ռեսուրսների պատճառով լիարժեքորեն իրականացնել իրենց այս ներուժը։ Ես զուտ ամփոփելով կարող եմ նշել, որ սա առաջարկում եմ չընդունել որպես քննադատություն, այլ զուտ կառուցողական առաջարկ եւ ազդակ համատեղ լուծումներ գտնելու եւ առաջ շարժվելու համար։ Այսքանը, շնորհակալություն։